Պարոն Պապոյան, փաստորեն Ռուսաստանի նախագահի հետ զրույցից հետո Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ Հայաստանը այդուհանդերձ խնդիր ունի արտահանման հետ կապված, հիմա խնդրում եք, դուք որ սահմանափակումները վերացնեն, ինչպես ստացվեց եվրոպական երկրների շուկաները չեն բավարարում այլևս։ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն պետք է բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխարհուժի կա շարք, ցանկ կա, ազատ տեղաշարժ։ Եթե դա չի ապահովում, դա նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը եւ ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում։ Մենք ընդհանրապես որպես ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ եւ երկիր, ով մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, որովհետեւ մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի եւ ԵԱՏՄ-ն աշխատի, ԵԱՏՄ-ն գործի։ Ոչ թե օրինակ հապկի նման գործի կամ աշխատի։ Եթե օրինակ չգործի, ինչ է լինելու։ Պուտին Նիկոլա Փաշինյանի Սրա արդյունքում մենք կարծում ենք, որ այս համակարգը պիտի աշխատի, որովհետեւ այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվում է, Եվրոպական միության շուկայում վաճառվում է, Չինաստանում վաճառվում է, չի կարող, հնարավոր չի, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունը։ Հա քաղաքական է, դուք չգիտեք, որ քաղաքական էր դա, պարոն Պապոյան, նույն Հերկուլիսի 7-ից հետո կլուծվեն բոլոր հարցերը, պարոն Պապոյան։ Հետևաբար, այստեղ այս հարցը, երբ որ մենք գնում ենք ու ուզում ենք քննարկենք, առաջին հերթին նշանակում է քննարկել հարց, որի արդյունքում ԵԱՏՄ սկզբունքները կաշխատեն, որտեղ ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը, դա մենակ Հայաստանի խնդիրը չի կարծիքով։ Կարծում եք առանց Հայաստանի ԵԱՏՄ-ի խնդիրն է եւ հետեւաբար մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության եւ մենք չենք կարող այդ կազմակերպության որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենանք չեզոք կամ կրավորական կեցվածք։ Պարոն Պապոյան, ամեն